փոփոխություն Դեռ ոչ մի արձագանքել չկա, այն ժամանակ էլ դիմեցինք, ամեն օր խաբեցին, այսօր վաղը, 2 տարի մեզ տարան բերեցին։ Ու ոչ մի արձագանքել չեղավ։ Հիմա այստեղ ենք դիմել, երևի ինչ որ արդյունքի կհասնենք, հավատում ենք, որովհետև պարոն Կարագյոզյանը մեր հետ է, այն ժամանակ երևի անտեր էինք, պետությունից մարդ չկար հետներս, իրանք էլ ոչ մի բան չէին տալի, հանգուցալույցում չէին տալիս այդ հարցին։ Ասին դուք այդ փողը ոչ կստանաք, ոչ կտան, ոչ էլ իզուր գնացեք եկեք։ Այդ ձևով։ 2 միլիոն 300,000։ Ֆրանսիական բանկով փոխանցումներ էինք անում, որ պիտի 3%-ով վարկ վերցնեինք, խաբեցին, այսքան մուծեք, ինչ որ հարթակների համար խաբեցին, մուծեցին, վերջում էլ ասեցին դե $1200 էլ փոխանցեք, որպես մի տարվա վարկի փոխհատուցումը տալ փակելը, որ ձեր գումարը նստացնենք բանկին։ Ես էլ ասեցի ոնց, հələ ես վարկ չեմ վերցրել, ինչ վարկի մարում, մի տարվա վարկի մարում ինչի անեմ, որ ես չեմ վերցրել վարկը։ Ու այդ ձևի հասկացանք, որ արդեն մեզ խաբել են, գցել են, այդ ձևի չմուծեցինք, բայց արդեն ուշ էր, այդքան տուժվել էին։ Հիմա թվով արդեն 3-րդ ակցիան եք իրականացնում, ինչ որ սպասելիքներ ունեք։ 3-րդ չէ, արդեն 4-րդ ակցիան է, սպասելիքներ ունենք ու հավատում ենք, որ գոնե այստեղ մեր ձենը կհասնի տեղ, ինչ որ օգուտ կտան, ինչ որ մեզ կկանչեն, մեր գումարները հետ կտան։ Մենք դրա համար ենք գալի, որ գոնե մեր տուժած գումարները արդեն 5 տարի է։ Մասնագետները իրատեսական չեն համարում, որ այս հանցագործությունը կբացահայտվի, ասում են դիմեք ոստիկանություն, եթե մի օր բացահայտվի, ձեր գումարները կվերադառնան։ Հիմա Հայաստանը ինչքանով կարող է նպաստել այս համաշխարհային հանցագործության բացահայտմանը։ Ինչի չեն բացահայտում, լավ էլ բացահայտում են, բացահայտումներ չկա, բացահայտում են, ուղղակի իրանց պետք է աշխատեն, եթե աշխատեն, ամեն ինչն էլ կբացահայտվի։ Եթե չաշխատեն, նստեն, այսպես մեր նման քաղաքացիները անդադ տուժվեն, չէ՞ որ պետք է իրանք քաղաքացիների շահը պաշտպանեն ու ձգտեն, որ ամեն ինչի հասնեն։ Եթե իրանք արհամարեն քաղաքացիներին, ձայնը չբարձրացնենք, սենց մեզի խելոք նստացնեն տունը, պարզա որ ոչ մի բան չենք ասնի։ Դրա համար էլ 5 տարի մեզ խաբում են, տանում բերում են։ Մեղավոր դուք եք մեղադրում։ Մեղադրում են քննչականներին, ԱԱԾ-ին, որ ինձ 2 տարի, մի տարի ԱԱԾ-ն տարավ բերեց, մի տարի քննչական տարան բերին, հետո զանգեցին մենք ձեր հարցերով զբաղվում ենք ու այդ հարցերը ոչ դուրս եկան, ոչ էլ արտահայտվեցին, ոչ էլ մեզ կանչեցին ինչ որ ռեալ պատասխան տալու։ Մենք հետաքրքրվում ենք ու վերջ, 5 տարի հետաքրքրվում են, հիմա խափեն, ասեն սպասեք, արդեն 4-րդ ակցիան է, հələ մենք սպասում ենք, չէ՞ որ պիտի դրան լուծում տան։ Ինչ ժամկետ եք պատրաստվում սահմանել։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Գոնե միջև նոր տարի մեր հարցերը լուծեն, մենք էլ նոր տարի անենք, էլի մենք էլ մարդ ենք։ Հոսես չի անընդհատ ձգձգվելու, գանք այս ցրտին օրերով կանգնենք այս քննչականի դիմաց, թե դատախազության, թե այստեղ, թե այնտեղ։ Մենք հույսով ենք, որ պարոն Կարագյոզյանը մեր հետ է, ինչ որ բանի կհասնենք։ Մենք վստահում ենք իրեն։ Այդ օրինակ այդ բանկում մուծում անելու համար ինչ որ մեկի դուք խորհրդակցվել եք մասնագետ կամ չգիտեմ։ Դե խորհրդակցել ենք, մուծումն արել ենք, իրանք տեսել են, որ բանկի վրա է ուղարկած, իրանք կարային ասեին կեղծա կամ մի ուղարկեք, կամ արկել էին, չփոխանցեին այդ փողը, որ ֆեյք է, կեղծա կամ գողանում են, դե որ իրանք չեն ասել պետական օրեր բանկից մուծել եմ, գնացել, չեն ասել որ ֆեյք է, ես էլ ինչ հասկանայի ֆեյք է, թե ինչ է։ Ինչ մասնագետ, բանկում աշխատող մասնագետ։ Բանկում աշխատողներից, հա։ Նայեցեք, ճիշտ ենք հասկանում, դուք ֆիզիկապես բանկի հետ ինչ որ կապ եք ունեցել, գնացել եք, փաստաթղթեր եք ստորագրել, այդպես։ Բա փաստաթղթեր մեզ տպել են ուղարկել, մենք ստորագրել ենք։ Ինչի տակ եք ստորագրում, ինչ փաստաթղթ։ Ճիշտ ասած անգլերեն էր, շատը կեսը չէինք հասկանում, թարգմանում էինք, կեսը կարդում էինք, ինչ որ մի երկու բառ ստից հասկանում էինք, մնացածը չէինք հասկանում, որ պեչատած, տպած, ստորագրած թղթեր էին։ Ստորագրում էինք, հետո որ գրում էին, որ հասցեին տվել մալու բանկ, ֆրանսիական ինչ բանկ է։ Հիմա այսքան հանցագործությունների մասին են խոսում, հորդորում են, որ անձնական տվյալները ոչ մեկին չփոխանցեն։ Բայց արդեն 5 տարի առաջ ես այդ փոխանցումն արել էի։ Այդ հիմա որ արդեն գլուխ է բարձրացրել բոլոր հանցագործությունները, նոր հիմա մեկ զգուշացնում են, որ մի արեք։ Այն ժամանակ զգուշացնող չկար։ Ես չեմ տեսել։ Ներողություն, դուք
Ումից եք թղթեր ստացել, որ ստորագրել եք։ Ես ստացել եմ Facebook-ով այդ թղթերը նկարած, ուղարկած, դե չգիտեմ, ֆրանսիական բանկի կողմից։ Հա, ֆրանսիական բանկի կողմից։ Սպասելիքներ, որ 0.3%-ով վարկեր կտրամադրեն, դե ես էլ ստեղ 28-30%-ով շատ վարկեր ունեի, ճիշտն ասած, մտածեցի, որ 0.3%-ով վերցնեմ, ստեղի վարկերը փակեմ, գոնե այդ մեկը կմնա, չենք սկի։ Էն էլ հակառակը ավելի շատ պարտքեր արեցինք, տոկոսներով վերցրինք, ավելի շատ սկանք ու սենց էլ։ Իսկ ես եմ ասում, նորից փորձել եմ ձեզ օրինակ առաջարկ են նորից փող չեմ մտնում Facebook, էլ արդեն վախեցել եմ, արդեն հասկացել եմ, որ ոչ մի բանը օրինական չի, սուտ է։ Եթե բանկ ուզում եմ վարկ վերցնեմ, ուրեմն բանկ պիտի գնամ, էլ ոչ մեկին չվստահեմ, արդեն ուշ է, արդեն այդքան տուժել եմ ես։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, մենք զրուցում ենք տարբեր քաղաքացիների հետ, նրանք պատմում են իրենց պատմությունները, թե ինչպես են տուժել,